Լրագրողների հարաբերությունները գնալով ավելի սրվում ու լարվածությունը խորանում է, դուք նախորդ անգամ մեզ եք հորդորում, որ այտենց փոխենք ոճը բան, բայց հիմա դուք եք ավելի այդպես ագրեսիվ եւ հարձակողական, ինչը շատ են քննադատում, ես իմ կողմից ձեզ հորդորում եմ վերանայեք ձեր մոտեցումները, անկախ մեր տված հարցերից ձեզ դուր են գալիս թե ոչ, ի վերջո մենք ենք ձեզ լուսաբանում, հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներ եւ նաեւ մեր հարցերի շնորհիվ է, որ դուք հնարավորություն եք ունենում դրսևորվելու, արտահայտվելու, ինչ ուզում եք ասեք, մի խոսքով Ռուսաստան այցի հետ կապված մի հարց ունեմ, որ վաղուց էի պլանավորել տալ, դուք այստեղ, դուք եւ ձեր թիմակիցները այստեղ ամբիոնից հայտարարում եք, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնի գուբերնիա, Ռուսաստանը սպառում է Հայաստանի անկախությանը ու հետաքրքիր է այստեղ, եթե երբանից է սպառում, վերջին 8 տարին, երբ որ դուք եք իշխանության, թե նախորդ 30 տարին, ու եթե նախորդ 30 տարին է, ապա ապրեն նախկինները, որ թույլ չեն տվել, որ անկախ են պահել Հայաստանը, եթե հիմա է, ապա ինչու է սպառնում, եթե իսկապես այդպիսի տվյալներ ունեք, ձեր արտաքին հետախուզությունը այդպիսի տվյալներ ունի, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնել գուբերնիա, կամ չգիտեմ, Չեչնիայի, Կաբարդինո-Բալկարիայի նման ինչ-որ մի մարզ, ապա ասել եք դա երեք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչու ես աչք դրել մեր սուվերեն տարածքի վրա, ինչու ես ուզում դարձնել գուբերնիա, որտեվ այստեղ մի բան եք խոսում, այլ ռետրոբանությամբ դուք գնում եք Ռուսաստան, դրի շատ ջերմ, բարի ժպիտով հայ-ռուսական հարաբերություններից եք խոսում։ Կարծում եմ պետք է ազնվություն մտցնել այստեղ եւ այստեղի խոսույթը, նաեւ ձեր թիմակիցների ու այնտեղի խոսույթը, որ համապատասխանեն եւ հասկանանք Ռուսաստանը մեզ թշնամի է, բարեկամ է, սպառնում է մեր անկախությանը, չի սպառնում, ոնց է սպառնում, եթե սպառնում է, զենքը վերցնենք, գնանք կռվենք, չկռվենք, չգիտեմ ինչ անենք։ Մեկ էլ մի կեսկատակ մի թույլատնելով լարվածություն էլի, կեսկատակ կեսուր մի առաջարկ ունեմ ձեզ, բայց հանկարծ խնդրում եմ ընտրակաշառք չդիտարկեք։ Ես էլ երկար մտածեցի ձեր առաջարկի մասին, որ ես գնալ եմ ձեզ ձայն տամ ԿՊ-ին ընտրություններին։ Տեսեք, ես համաձայն եմ ձեզ ձայն տալ, բայց մի պայմանով, դες ժպիտ եկավ, բայց մի պայմանով, դուք պետք է ինձ տուն տակ այն շենքում ցանկալի է, որտեղ որ դուք եք ոնց որ բնակարան առել, որտեղ եթե անկեղծ եմ ասում, եթե տանը իմանան, որ ես ձեզ ձայն եմ տվել, ինձ ուղղակի տուն չեն թողնի։ Իսկ ես տուն չունեմ սեփական, իմ անունով չի, դուրսնել չեմ մնալու։ Ձեր թիմակիցների նման էլ չեմ հացրել մի քանի տուն հետքրծեմ նորակառուցներում, եթե ձեր բնականում տուն կտակ, կարելի է մտածել այդ ուղղությամբ, համել եթե իշխանություն չլինեք, իր հետ կշփվենք, նարդիկ խաղանք, կհիշենք նախկիներին, ես իմ նախկիներին, դուք ձեր, մենք բոլորի նախկիներին, կբողոքենք իրենցից, մեկը քսել չենք սիրում։ Իրենց շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրենց տունը պետք է վաստակեն իրենց աշխատանքի շնորհիվ, եթե սոցիալական որոշակի խմբերի չեն պատկանում եւ սոցիալական այն ծրագրերը, որ կառավարությունը ընդունել է, այդ ծրագրերի շահառու չեն։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ամենատարբեր տեսակետներ կան։ Ես իմ տեսակետները միշտ հրապարակային թափանցիկ արտահայտել եմ եւ իմ գնահատականները տվել եմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում, մարդկանց հետ շփումներում եւ ավելացնելու բան չունեմ։ Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների գնահատականը տվել եմ, այդ թվում 3 Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում։ Ես այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես ձեր հարցին շատ հստակ այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ եւ ասում եմ, որ կան այլ տեսակետներ էլ եւ Հայաստանում կա տեսակետների բազմազանություն։ Այդ թվում մեր թիմակիցների շրջանում կան տարբեր տեսակետներ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Պարոն Փաշինյան, երեք 18-ամյա Դավիթին կալանավոր